Ողջույն բարեկամներ, այսօր շատ կարևոր նորություն ունեմ ձեզ փոխանցելու, լավ նորություն, բայց միջև դրան հասնելը ուզում եմ ձեզ ներկայացնել Վազգեն Սարգսյանի շատ կարևոր դիտարկումը, որն ասում էր թշնամուդ ուժեղացնողը քո վախն է, քո ցավն է, քո հիմարությունն է։ Ես կառանձնացնեի ամենաառաջինը, ինչպես որ ինքը նշել է, վախն է սնում թշնամուն, վախն է բերում բոլոր տեսակի աղետները, վախն է մարդուն թուլացնում, վախն է մարդուն սահմանափակում, վախն է մարդուն անգործունյա դարձնում եւ ընդհանրապես թշնամու համար քեզ դիմացինի տիրելն ու հաղթելը ժամանակի եւ տեխնիկայի խնդիր է։ Ինչպես տեսնում եք, հենց դա են քարոզում, դա են ներարկում ամբողջ պետության Սփյուռքով հանդերձ։ Իսկ հիմա գնանք Սփյուռք։ Ես ասում եմ, լավ նորությունն է, ուզում ձեզ ներկայացնել մի տեսանյութ, որի շուրջ խոսենք։ We refuse to let our enemies erase our identity, our history, and our existence. Խոսքը նամասին է, որ մեր հայ կազմակերպությունները որոշել են երևի, որ արդեն ժամանակն է ուղիղ, ասել են ինչ որ կատարվում է Հայաստանում։ Ուղիղ։ Մանավանդ վերջերս տեսնում ենք ինչքան ակտիվ են ANC-ը մասնավորապես, ինչքան դիպուկ, ինչքան ճիշտ, բայց այսօրվա ելույթը, որ ուզում եմ ձեզ ներկայացնեմ, բացառիկ է։ Սա իմ համար երկրասպասված ելույթ է, երկրասպասված բանաձևեր են, որ հիմա մենք ամբողջությամբ կլսենք, թիրախները, գնահատականները, լրիվ քաղաքական, լրիվ գրագետ քաղաքական։ Շատ բարձր մակարդակի մշակված հաղորդում, իսկ ելույթը սկսեց նրանից, որ մենք հայերս մերժում ենք բոլոր գործողությունները, որոնք ուղղված են մեր դեմ, այսինքն ջնջում են մեր ինքնությունը։ We must wake up, rise up, and show our Armenian spirit. Մենք պետք է արթնանանք, պետք է վեր կանանք եւ ցույց տանք իրական հայկական ոգին։ Ես հիմա չեմ ընդհատի ամեն նախադասության վրա, ամեն բառի վրա, խոսենք դասեք միջև վերջ եւ ընդհանուր գաղափարից խոսենք։ Through action, we face existential threats and geopolitical pressure both from internal and external forces. Բայց չեմ տատեմ եւ չասեմ, որ մենք հիմա շատ վտանգավոր իրավիճակի մեջ ենք, որտեղ մեր էքզիստենցիալ վտանգի լծված, այսինքն էքզիստենցիալ վտանգ կա, որը եւ ներսից է, եւ դրսից, ավելի ճիշտ եւ դրսից է, եւ ներսից է այդ էքզիստենցիալ վտանգը։ Ամենը Սփյուռքից այս կարգի հասուն, այս կարգի վճռական, այս կարգի ճիշտ հայտարարություններ չենք լսում։ We must remain steadfast and united against these subversive forces. Մենք պետք է միասին լինենք, միասնական լինենք, տարբեր միացած թշնամի ուժերի դեմ։ Though we all want peace, make no mistake, we are in a David and Goliath battle. But peace comes through strength, with accountability and balance of power. Իհարկե ասում ենք բոլորս ուզում ենք խաղաղություն, բայց խաղաղությունը գալիս է ուժերի բալանսից, հաշվետվողականությունից։ Join us as we stand as the diasporan army and guardian of the Armenian nation against coerced concessions and appeasement that reward and embolden Azeri-Turkish war crimes and genocide. Ես տարվել էի տեքստով, բառացի կարող չթարգմանեմ, մի խոսքով, բայց մենք մեր ուժերը պետք է կենտրոնացնենք այս թուրք-ադրբեջանական ռազմական հանցագործությունների դեմ։ We are a guardian that does not forsake its heroes and hostages, that does not betray the Artsakh right of return. Խոսքով մենք պետք է չմոռանանք մեր ռազմագերիներին եւ չմոռանանք արցախցիների հետ վերադարձի իրավունքին։
Այնքան խիտ է այս տեքստը, այնքան խիտ քաղաքական է, այնքան խիտ ճիշտ իրական է։ Հարգանքներս that does not abandon its priceless Christian Armenian heritage and churches, that does not ignore 200 square kilometers of Azeri occupation of sovereign Armenia. խոսում եմ նվասին, որ մենք ամբողջ մի Արցախի հայկական մշակութային ժառանգություն ենք թողել այնտեղ, պլյուս 240 կիլոմետր Հայաստանի սուվերեն տարածքից է գրաված։ That does not make Tukhte Shereb paper promises of peace. Որը ասում է այս Թղթի Շերեփի պատմությունն է, որը չի բերելու երբեք խաղաղության։ We refuse to let our enemies. We are fighting for a just and durable peace with accountability and deterrence. As a nation. Մեզ պետք է իրական խաղաղություն, որը ուժեղա եւ հետեւա պատասխանատվություն կա։ Under existential threat, we must not allow forces to tear down and divide us. Մեր ազգը մի խոսքով էքզիստենցիալ վտանգի տակ է, ոչնչացման վտանգի տակ է, եւ մենք չենք կարող թույլ տալ, որ մեզ ուղղակի ոչնչացնեն։ From our church, our homeland and the diaspora. Ոչնչացնեն մեզ, մեր հայրենիքը, եկեղեցին եւ սփյուռքը։ Together, united, we can overcome the Goliath we face and մենք միասին կարող ենք հաղթահարել այս ամենը։ Shape the destiny of our nation. Եվ կերտենք մեր ազգի ապագան։ Այ վրասա դու պետք է կերտես, դու պետք է դառնաս քո ապագայի այն քանդակագործը, նկարիչը, ստանասին է։ Մեր Jagadakira. But right now, Armenia and Artsakh need your engagement. Being Armenian transcends borders. From diaspora to Artsakh to Armenia, we are all the real Armenia. Our nation. Արցախ, Հայաստան եւ Սփյուռք, մենք բոլորս ենք իրական Հայաստանը։ Իրական Հայաստանը, Արցախ, Հայաստան, Սփյուռք, մենք բոլորս ենք։ Լսեցիք ճիվա։ Is calling on us now. So let us draw inspiration from the unbreakable Armenian spirit. Hi Hokim. Hi Hoki, unbreakable. Hi Hoki. From our heroes and as a proud survivor nation to fight for a free, strong, and united Armenia and Artsakh. Մենք կպատկարենք միացյալ ուժեղ Հայաստանի եւ Արցախի։ Բայկար մինչև վերջ։ Բայկար մինչև վերջ։ Շնորհակալություն, հատուկ շնորհակալություն այս տեքստը գրողին, որովհետեւ եթե այս տեքստը ստիգի ներգրավել, առավել է շնորհակալությունները սիրեմ։ Համենայնիվ Սա իրականությունն է, սա իմ կողմից սպասված, երկար սպասված հայտարարություն է։ Տեքստեր, որպեսզի ես լսեի Սփյուռքի այս կարգի կարևոր կառույցների կողմից։ Գիտեք, Սփյուռքը մեր ամենահզոր եւ ամենախոսելի մասն է, ամենահզորն է իր ռեսուրսներով, ամենախոսելի նրանով, որ ֆիզիկապես Հայաստանում չի, չի եւ բազմաթիվ ազդեցության գործոններ կան Սփյուռքի վրա, դրանով ենք խոսելի։ Եվ ինքը շատ դժվար է միավորվում ինչ-որ բաների շուրջ, այ երկրաշարժ, պատերազմ, այո, դրանք են բաները, որ միավորում են, բայց հիմա մեր մոտ երկրաշարժը, պատերազմը, ցեղասպանությունը միտեղ է, հենց հիմա այդ sense այդ ամեն ինչը միտեղ է ու ճիշտ գնահատականներ անհնչում։ Որի համար նշանակում է մի բան, որ հնարավոր է ունենալ պետություն եւ փրկություն, նախ փրկություն, հետո պետություն։
Ես սենց այս լսելուց հետո մտածեցի նախ իշքանով որ ես գիտեմ Սփյուռքի կառուցվածքը, Սփյուռքում վիճակը, այսքան բաժան մասնատված լինելով հանդերձ այս տեքստը որ գալիս է, մտածում ես ինչքան մարդ կարող է միանա այս տեքստի շուրջ, եւ ինքս բռնեցի ինձ այն մտքի վրա, որ նույնիսկ եթե միանան, կարող է իրանք իրար հետ չմիանան, տեքստին համաձայն լինեն, բայց իրանք իրար հետ չմիանան, քանի որ ինձ լսում են Սփյուռքից նաև, ես կառաջարկեի հետևյալը. գիտեք, հայ մարդուն Հայաստանի ինքը չգիտի դուք ստեղ միացեք թե չէ։ Իր համար կարևոր է, որ դուք նույն բանն եք ուզում, անկախ այնից դուք միացել եք, միասնական ճակատով եք անում, թե առանձին հատ-հատ։ Ու ստեղ եկան եզրակացության, որ եթե նույնիսկ դուք առանձին հատ-հատ ձեր ամեն մի միություն, կուսակցություն, չգիտեմ, ինչ-որ կազմակերպություն, իր առանձին, բայց նույնանման գրագետ, թիրախային, ճշգրիտ, սա մաթեմատիկական ճշգրտությամբ կազմված տեքստ էր, մաթեմատիկական։ Եթե նույնիսկ դուք չմիանաք իրար, բայց այս տեքստերի շուրջ դուք ունենաք նույն կարծիքը եւ դա տարածեք, ես այս սիրով կտարածեմ, սիրով շնորհակալություն կհայտնեմ ձեր համար, ձեր արածի համար։ Գիտեք, մենք կարող ենք փրկել երկիրը։ Գիտեք, մենք կարող ենք ուժեղ ելևալ։ Գիտեք, այ որ ուժեղ ելևանք, մենք դադարենք վախենալը։ Իսկ եթե մենք դադարենք վախենալը, կգա Վազգեն Սարգսյանի ասածը, որ թշնամին չի ուժեղանում, եթե թշնամին չի ուժեղանում, չի տեսնում, որ մենք վախենում ենք, իր գործողությունները իջիկ են դարձնում։ Իջիկ, որովհետև հիշացնեմ, պատերազմում թշնամին մեզ չի հաղթել, մենք ամեն ինչ նվիրել ենք իրեն։ Մեզ դավաճանել են, մեզ խաբել են, բայց ինքը մեզ չի հաղթել, այսինքն ֆիզիկապես, ռազմական իմաստով, գիտական իմաստով, ինքը մեզանից լավը ու հզորը չի։ Դա ծախսված փողերի քանակը չի, պարզ ռազմական իմաստով եմ ասում, 44 օրվա մեջ ունենալով այդ հսկայական ռեսուրսը, աշխարհի գերհզոր տերերի երկրների աջակցությունը ֆինանսական, ռազմական ամեն ինչ եւ մարդկային ռեսուրսով ինքը չկարողացավ պատերազմ հաղթել։ Մեր 20 տարեկան, 18 տարեկան, 20 տարեկան երեխեքին չկարողացան հաղթել։ Իրանք հաղթեցին մեզ վախեցնելով, իրանք հաղթեցին մեզ դեմ օգտագործելով այդ թշնամիներին։ Սրանց ձեռքով հաղթեցին մեզ։ Այդ հաղթելն էլ ճակերտների մեջ են մեզ վերցնում։ Ոստի ինչ եմ առաջարկում ես եւ ինչ եմ ակնկալում։ Քանի որ սա կա արդեն սա կայացած փաստը։ Իսկ կարծում եմ այս հաղորդումը կնայե նաեւ Սփյուռքում եւ ոչ թե կա հետևեն հորդորիս, այլ ես իրանց կասեմ ուղղակի ինչքան կարևոր է սա մեր համար։ Ես ասում մեր հայերիս եւ մեր ասում հայաստանցիներիս, ես ինձ հայաստանցի եմ համարում։ Որտեղ ես գիտեմ դերի ապրողի հոգեբանությունը։ Դուք չեք պատկերացնի սա ինչքան կարևոր է։ Դուք չեք պատկերացնի ինչքան հուսադրող է։ Հայ մարդը պարտվում է այն ժամանակ, երբ որ ինքը հույսը կորցրած է լինում։ Ոչ թե որ ինքը անկարող է։ Չէ։ Հայ մարդը պարտվում է, երբ ինքը հույսը կորցրած է լինում։ Հասկանում եք, հավատացեք, մի բան էս տեքստերը լսես, մի բան էս դեմքին նայես ու լսես ամեն օր։ Սրանք տարբեր բաներ են։ Եվ այսպես, հարգելի Սփյուռք, հարգելի իմ ընկերներ, հայրենակիցներ աշխարհի բոլոր կետերում, տարածեք նման հայտարարություններ։ Ցույց տվեք ձեր վերաբերմունքը։ Ցույց տվեք, հայտարարությունը տարածեք, ուղարկեք ձեր մոտի անպայման եկեղեցուն, որ իրանք էլ տեսնեն, որ դուք հայերը հասկանում եք, որ եկեղեցի, Արցախ, Հայաստան, Սփյուռք, դրանք համամասնություն է, դա միասնություն է, դա հնարավոր չի դիտարկել առանձին, եւ դուք կտեսնեք ինչ հրաշքներ է կատարվում։ Դուք կտեսնեք ինչ մարդիկ են ի հայտ գալիս եւ ինչ առաջարկություններով, ինչ ռեսուրսներով։ Դա կարող ենք անել մենք։ Դա հնարավոր չի ակնկալել, որ կկազմակերպվի մի կենտրոնից, որտեղ այդ կենտրոնը կարող է լինել
պետությունը, այդ մի կենտրոնը կարող է լինել հենց եկեղեցին, բայց ինչպես տեսնում եք, մեր եկեղեցի պարագայում ինքը շատ пассив դիրք է բռնել պաշտպանողական, սա իր քաղաքականությունն է, գուցե ինքը մտածում է եկեղեցին հենց սենց էլ պետք է լիներ, իմ կարծիքով ոչ, եկեղեցին հենց պետք է լիներ այդ կենտրոնը, որը պետք է կազմակերպել, բայց հիմա ունենք այն ինչ ունենք, եւ այսպես ես ձեր հայտարարություններն եմ սպասում, սիրելի իմ հայրենակիցներ, երբեք չթերագնահատեք ձեր ռեսուրսները, 5 հոգով կլինեք, դա 10 հոգու անունից կլինի, 10,000 հոգու անունից կլինի, միևնույնն է, կարևորը, որ դուք ներկայացնում եք հայ մարդուն, արտասահմանում ապրող եւ հայկական որևէ կազմակերպություն, որտեղ ձեզ այդտեղ լսում են ձեր եկեղեցու ներկայացուցիչները, այդ երեխաները, որոնք հավաքված են այդ եկեղեցու շուրջ դպրոցներում հայկական, այս կարգի բաները անհետևանք չեն անցնում, նկարեք, ուղարկեք, եթե էջ ունեք, տարածել եք, այդ էջերն ուղարկեք եւ ես սիրով կծանոթացնեմ մեր բազմահազար, 100,000 ավել դիտողների, որ մենք ի վերջո հասկանանք մենք ով ենք, մենք պատահական անցորդ չենք այս կյանքում, նույնիսկ պատմական այս դաժան պերիոդում, մենք պատահական անցորդ չենք եւ մենք զոր չենք, մենք մենյու չենք սեղանի վրա դրված, մեզ ուզում են սարքել մենյու, հա, բայց մենք մենյու չենք մոռանում, առյուծը շակալ չի դառնում, իսկ հիմա գնանք առաջ, մեկ անգամ էլ նայենք, հայ եկեղեցու դեմ ամենադաժան գործողություններ կատարողներն ովքեր են եղել, սրանք պատմությունը չի կարող սրանց մոռանալ, հիմա ինձ ասեք, Տեսօրա Փաշինյան Նիկոլին աջակցողները կամ սա գովքանողը ինչով են տարբերվում, ասենք, նույն այժունաժբու կիսահրեա Լենինի հետևողներից, եւ նա կարմիր տերորի կան ցարից ռուսական, ինչով, ոչ մի բանով, չէ՞ որ նրանց գործողությունները նույնն է, նպատակը նույնն է, ես ձեզ ուզում եմ տեղեկացնել, որ հայ ինքնության վրա հարձակմանը, այն թուրքը, որ իրականացել էր, այսօր անդրադարձել է նաև Ադամ Շիֆը, սենատոր, հա, Մեհմեդ Օզի, դոկտոր Մեհմեդ Օզի այդ հայտարարությանը, որով ինքը փաստորեն թիրախավորեց հայերին, որպես ու կապես նրան ռուսական մաֆիայի հետ, հասկանալով, մտածելով հանդերձ, որ ռուսական մաֆիան, քանի որ բացասական ընկալում ունի, եթե ասեին իտալական մաֆիա, կարող անդեղ ասենք հայերի բանը բարձրացնել, կացերով կետ, բայց ասես ռուսական մաֆիայի հետ, հայ-ռուսական մաֆիա, եւ բոլոր հայերը փաստորեն դրանով են զբաղված, թալանով են զբաղված Լոս Անջելեսում, մանավանդ ապահովագրությունների հետ, դրա վերաբերյալ քաղաքացիական հայց է ներկայացրել Կալիֆոռնիայի նահանգապետը եւ դրա մասին է գրում Ադամ Շիֆը, սենատոր, հա, որ նշում է, որ անթույլատրելի է խայտարակությունը հայ համայնքի դեմոնիզացիան ու ինքը պահանջում է անկախ հետաքննություն այս դիսկրիմինացիայի վերաբերյալ, ես հիշում եք, չէ՞ որ հենց առաջին օրը, որ կարդացի այդ հայտարարությունը, վիդեոն ցույց տվեց, հեսա դատապարտելի առարկա օրենքի տեսակետից, սա կոչվում է դիսկրիմինացիա, քրեական հոդված է, դու ոչ մի բան մեկին չես կարող ասես, այ ուզբեկ, կամ կեղտոտ ուզբեկ, չգիտեմ, պայմանականորեն, կամ դուք ուզբեկները բոլորդ այ սենց են, քրեական գործ է, իսկ իր պարագայում լինելով ինքը փաստորեն Թրամփի աշխատակազմում է եւ պատասխանատու է հենց այդ ոլորտի համար, փոքր մարդ չի, նաեւ Թուրքիայի քաղաքացի է, նաեւ Էրդողանի մտերիմն է, սփյուռքը պետք է շատ հավասկանա, որ այս հարձակումը այնտեղ եկեղեցու վրա, եթե ֆիզիկական ոչնչացում չի սպառնում հայերին, բայց հայերը
այս մի քանի օրվա մեջ հայ բիզնեսները 25, 30, 40% կոդուսներ ունեցել։ Ընդամենը մեկ հալված։ Տեսեք ինչ հետևանքներ կարող է ունենա։ Իսկ վստահ եղեք, թուրքերը այսպիսի հալվածներ պատրաստած ունեն տասնյակներով, եթե ոչ հարյուրներով։ Վստահ եք, չէ՞, որ սա մի օրվա մեջ չի ծնվել էս իդեան։ Հիմա կտան, տեսնեն ինչ է լինում, հիմա հայցը կլինի վրան, տեսնեն իրանք ոնց են պաշտպանվում, ոնց են հաջողացնում ու կանցնեն հաջորդին, կամ նույնիսկ կարող է չսպասել, այնքան հարվածներ լինի նման, որ նույնիսկ այս кейսերը չհասցնեն քննել, կամ նույնիսկ եթե քննեն, ասենք պատժվեն դրանք, վնասը այնքան լինի սփյուռքի, այնքան լինի, որ ոչ մեկի համար քիչ չտվա։ Ինչ եմ ուզում ասեմ, ինչու է տեքստով սկսեցի, այն ինչ որ կատարվում է Հայաստանում, Հայաստանի նկատմամբ, դա պլանավորված է եւ սփյուռքի եւ եկեղեցու նկատմամբ, ուղղակի գործիքներն են տարբեր լինելու, գործիքները, բայց մեզանից որ ոչ մեկ, մեզանից որ ասեմ, դա հայից, ոչ մեկ ապահովագրված չի, եւ այդ թիրախից դուրս չի, մենք բոլորս թիրախ ենք, ու պետք է շատ լավ գիտակցենք, եթե չպաշտպանվենք հակահարված չտանք, դառնալու ենք զոհ, իսկ նորից հիշեցնեմ, առյուծը շակալ չի դառնում։ Երևի դուք հիշում եք, մի ասենց տականք ունենք, մի ասենց կիսադիակ, Լևոն Տեր-Պետրոսյանի անձնական դիակը, որ բերել նստացել է իր մյուս դիակի նախագահի պաշտոնին, հայտարարություններ արել, շնորհակալություններ չէ հայտնում այս տականքը։ Սա Ալիևի շնորհակալություն չէ։ Հիմա փաստորեն համահայկական միասնական խորհուրդ կա ու բողոքի այս ակցիա են կազմակերպում, փաստորեն արդեն այսօր փետրվարի 3-ին ժամը 11:45 առավոտյան։ Ես իմ պարտքը համարեցի ձեզ տեղեկացնեմ։ Բաղրամյան 26-ում առավոտ արդեն փետրվարի 3-ին 11:45 րոպե։ Ես չգիտեմ ինչ են այդ ժամը ընտրել, երևի մինչև գան 12-ը կլինի, հա։ Կարող 12-ն այդ միջման ժամը սա դուրս գա։ Ամեն դեպքում ինչ որ է։ Ու ես շատ կասկածում եմ, շատ տարօրինակ եմ համարում, որ Հայաստանում գործող քաղաքական ուժերից, մեդիա ունեցող քաղաքական ուժերից ոչ մեկ սրան չխաչեց պատերին։ Հա, պետք է սա խաչված լիներ քաղաքական իմաստով արդեն։ Խաչված, քրքրված, բայց ինչ որ ամորֆ, սկսել լռություն է նույնիսկ։ Հիմա շնորհակալ եմ ես համահայկական միասնական խորհրդին, նույնիսկ չգիտեմ ովքեր են կազմակերպիչները, բայց ես կարծում եմ պետք է գնալ ու պետք է վերաբերմունք ընդհանուր հայտը։ Ես որ տեսել եք այդ 24 քաղաքական տեխնացուներին իմիջիալոց Կարեն Արայանը հայտարարություններ տարածել, որ խնդրում է, որ իրեն այդ կարգի ցուցակների մեջ չդնեն։ Ուղղակի չդնեն։ Դավան ասում 23։ Հիմա այս 23 քաղաքական դեպքերը որ ընդեր են, դրանցից իհարկե մեկն էլ Վարուժան Ավետիսյանը, որը բանտում է, մնաց 22։ Հա, Դոգն էլ է բանտում, մնաց 26։ 21 կներեք, այդ 21 հոգուց, որոնք քաղաքական հայտ են ներկայացրել, կամ իրանք հավակնում են ինչ-որ մի բան լինել։ Հիմա այդ 21 հոգին, եթե ամեն մեկը իր մեդիաներով, իր տիրապետության տակ ընկած մեդիաներով ինքը սրան խաչել, սրանից բան չէր մնացել Հայաստանում։ Բա ոնց կարող է մի երկիր 21 վարչապետացու ունենա ազատության մեջ։ Ազատության մեջ վարչապետի տեխնացու ունենա ու ոչ մի ձայն։ Ոչ թե այնց ինչ որ նեղած կոդ ձայներ բա։ Սա պետք է արդեն անարգանքի սյունին գանված աներ։ Ամեն դեպքում շնորհակալ եմ ես միասնական խորհրդին։ Ես անպայման ձեր մասին էլի բան կանեմ, ձեր միջոցառման մասին էլի կտարածեմ, տեսնեմ ինչ է կարել։ Ձեզ հաջողություն եմ ցանկանում, ես դիտողներն էլ խնդրում եմ, եթե կարող եք ներկա եղեք։ Գիտեք, իմ պարտքն եմ համարում ցանկացած լավ գործ անպայման ցույց տալ իմ եթերներում։ Բոլոր խաղերը խաղացել էինք, փաստորեն Սուրենյանցն էլ է,
մտում քաղաքականության այս ընտրապայքարի մեջ, բայց Գագիկ Ծառուկյանի հետ։ Ծառուկյանի շուրջ նոր քաղաքական կոնսոլիդացիա է ձևավորվում։ Այդ քաղաքական կոնսոլիդացիան էլ հենց Սուրենյանց։ Գիտեք, ես չէի առաջան անդրադառնա սրան, եթե չկարդայի այն տողերը, ուղղակի ցիտում եմ իրեն։ Դաշինքով թե կուսակցությունով նախընտրական ձևաչափ ըստ քաղաքական գործչի կորոշվի առաջիկայում։ Այսինքն չեն որոշել կուսակցությունով են մտնում թե դաշինքով, հա։ Ընտրական օրենսգրքի համաձայն կուսակցությունների համար անցողիկ շեմը 4% է։ Դաշինքների համար 8-ից 10%, կախված կուսակցության բանից։ Եվ փաստորեն իրանք հույս ունեն, որ կարող են մտնել պարլամենտ, ոչ թե հաղթել, կարող են մտնել պարլամենտ։ Ես չգիտեմ ինչ ասել։ Okay, ես իրան ցիտեմ էլի միանգամից։ Ասում եմ, իմ կարծիքով Ծառուկյանի շուրջ արկա կոնսոլիդացիոն կենտրոնը ունի բավականին բարձր հանրային վստահություն, իսկ թե որ տեղում կլինի դա էլեկտորալ, ինչպիսի դրսևորում կստանա, ճիշտն ասած զգուշություններ եմ ուզում անել, հա։ Միանշանակ կարող եմ պնդել, որ խորհրդարանում կհայտնվենք։ Միանգամայն հաղթահարել է այդ բադիռը, եւ մենք ընտրական գործընթացի ամենաառանցքային դերակատարներից մեկը կլինենք, դրանում համոզված եմ։ Ես ուղղակի ուզում հարց տամ էլի։ Այս վերջերս այնքան ներողամիտ եմ այս մարդկանց նկատմամբ։ 21 հոգի։ Մի քիչ շատ չեք, որ բոլորի երազանքը խորհրդարանում հայտնվելն է։ Եթե ձեր երազանքը խորհրդարանում հայտնվելն է ընդամենը, ես կարող եմ ենթադրել, որ ընդունել եք արդեն ձեր պարտությունը։ Ոնց կարող մարդ գնա ընտրությունների, ոչ թե հաղթելու, այլ խորհրդարանում հայտնվելու համար։ Չէ, 21 հոգի, բոլորը չեն կարող հաղթել, չէ։ Ինչու՞, բայց մարդիկ կոնսոլիդացիա են հավաքում շուրջները, որ հայտնվեն խորհրդարանում։ Ես վստահ եմ, որ դուք կհայտնվեք խորհրդարանում։ Ձեզանից լավ ընդդիմություն չի ունեցել Նիկոլ Փաշինյանը, չէր ունենալու։ Չի ունենալու։ Ուղղակի ձեր խոսքերից եմ ասում, դուք ձայն փոշիացնող եք։ Դուք Նիկոլին վարչապետ սարքող եք։ Սեր են ասում, դուք ուրիշ հերոսի անուն չգիտեք։ Ինչ է նշում Ծառուկյան Գագոյցով։ Ծառուկյան Գագոն այդ երբ է քաղաքական գործիչ եղել։ Եթե մեկը քաղաքական դաշնում, որը կասի կպնդի, որ Ծառուկյան Գագոն դա քաղաքական գործիչ է, ուրեմն այդ պնդողը քաղաքական գործիք է։ Պարբերաբար նվաստացվողի, ոչնչացվողի, քֆուրուտողի հետ կանգնողի, կոլբայի մեջ մտնող դուրս եկողի քաղաքական գործունեությունը ո՞րն է ինքներս։ Այդ կարգի մարդուն չեք նորից քաշքշում բերեք քաղաքականություն, փողերը ձերից խափեք առնեք, հետո ինչ որ մի առթով էլի բամփեք գլխին, էլի խնամին ուրանա, կուսակցությունը ուրանա, ընկերներն ուրանա։ Ինչ եք ուզում ես մարդուց, թողեք իր համար ինչքան կարող է իր բիզնեսն անի։ Ծառուկյան Գագո, քեզ հասկանում ես ինչ են անում։ Սրանք ամեն մեկ իրանցից ոչ մեկ են։ Իրանց հույսը քո շուրջ կոնսոլիդացիա լինելն է, որտեղ դու փող ունես։ Դու ոչ թե քաղաքական դեմք ես, Ծառուկյան Գագո, դու գիտես դու ով ես, չէ՞։ Դու այն մարդն ես, որ մի գիշերվա մեջ քեզ կարելի է մտցնել կոլբեն, հետո մի շաբաթ հետո ներողաբան sense սկիթ կանել հանել էլի։ Հետո հայտարարել այդ ես էի ասել, որ իրան դոդի Գագո չասեք, հա։ Դու էլ մոտ քփուրուտեի թե զարդիտաս ու գնաս հետո զարդիտաս։ Դու ինքն գիտես, չէ՞ որ դու քաղաքական գործիչ ես։ Օլիգարխը ոնց կարող է լինի քաղաքական գործիչ։ Չի կարող օլիգարխը լինի քաղաքական գործիչ։ Քաղաքական գործիչ լինելու համար պետք է ամենակարևոր բան ունենալ՝ ազատություն։ Օլիգարխը չունի ազատություն։ Չեմ ասում լկրտություն, խել, քաղաքական գիտելիքները, դա դմին կողմ։ Ազատություն, եթե մարդը օլիգարխ է, նա արդեն 1000 թերերով պարտական է ու կապված է իշխանություններին։ Դա դու ինչ քաղաքական գործիչ։
ու իր շուրջ ձևավորվողներին ես ոնց ասեմ, դուք քաղաքական այրեր եք, դուք քաղաքական այրեր չեք, դուք այն տզրուկներն եք, որոնք Ծառուկյան Գագոյից փողը քամում ուղակի, լֆիկից էիր քամում փողը, հիմա Ծառուկյան Գագոյից ես քամում, չգիտեմ, էլովը դեռ կա, վաղը շանս ունենաս բան գրզոյից ես քաղելու, այն պիարտիկի նման են ալուն ծծող, մի հատ օլիգարխ են փնտրում ու ասեն, արա դու աստված ես, դու վերջն ես Ծառուկյան Գագո, կաս դու ես, չկաս դու ես, փող տուր, մտնենք բան, խորհրդարան, ջանդամ թե այս երկիրներ Նիկոլը չի տա Նիկոլսանը, որտեղ սանց նպատակը որ երկիրը այս վիճակից անելը չի, խորհրդարան մտնելն է։ Տեսեք, ես որոշել եմ մի քիչ բան մնայի, նեյտրալ մնայի, չստացվեց։ Ես չեմ կարող չասեմ ճշմարտությունը։ Ես ինչի չասեմ, ես չասեմ ու վատ քնեմ, հենա ես կասեմ, թող իրանք վատ քնեն, հայտնի անեկդոտի նման։ Բայց ես գիտեմ իրանց վրա սա չի ազդելու։ Արժանապատվությունից զուտ մարդիկ են, նրանք արժանապատվություն ունեն, վաղուց չէին խոսի քաղաքականության մասին։ Ես ձեզ հիշեցնեմ, որ Հայաստան էր եկել Հնդկաստանի գլխավոր շտաբի գեներալ, պաշտպանության շտաբի գեներալ։ Եվ խոսում են գիտեք ինչի մասին։ Ընդհանուր հետաքրքրությունների մասին։ Ես իհարկե կարևոր դետալների մասին չի լինելու ոչ մի տող, բայց ես սենց կարող եմ տողերի արանքով կարդալով եզրակացություններ կարդեմ։ Օրինակ Նյու Դելհին հայտնում է, ոչ թե Հայաստանը, այցը փոխադարձ ռազմավարական շահերն առաջ տանելու պաշտպանության անվտանգության բնագավառում երկարաժամկետ համագործակցության ընդլայնելու ճանապարհին կարևոր քայլ է։ Նյու Դելհին է հայտնում, Հայաստանը չէ, որ փոխադարձ ռազմավարական շահեր։ Դա մենակ ճանապարհն է։ Հնդկաստանը Հայաստանի հետ ոչ մի այլ ռազմավարական շահ չի կարող հետապնդել, բացի Հայաստանով ճանապարհ ունենալուց։ Դե Հայաստանը պետք է բնականաբար գա Իրանով, ուրիշ տեղով չի կարող գա։ Հնդկաստանը Ադրբեջանով չի գալու, Հայաստանով, Թուրքաստանով, Վրաստանի միջոցով, նո։ Հնդկաստանով, Հնդկաստան, Իրան եւ Հայաստան։ Ու գալիս է այն ժամանակ, երբ որ ասենք ամեն ժամանակ, ամեն ժամ կարա սկսի պատերազմ Իրանի հետ։ Ամեն ժամ։ Եվ այն աստիճանի մարտական հզորություններ, որ հանվել է հիմա միջերկրականցով եւ ոչ միայն միջերկրականցով, Պարսից ծոց այն ամբողջ sense տարածաշրջանով ակտիվության են բերել, դա մենակ պատերազմի համար է տեսնել։ Եվ Իրանը կներեք, եւ Իսրայելը ամեն օր բզում է, որ պատերազմը մեկ ժամ շուտ սկսի։ Եվ այս ընթացքում գալիս է Հնդկաստանի պաշտպանության շտաբի գեներալը եւ ասում է մենք ընդհանուր ռազմավարական շահերն են։ Դու մեզ պետք ես Հայաստան։ Դե ինչ ասի Հայաստանն էլ։ Հայաստանը պետք է ասի, գիտեք ինչ, ես կարող ես պետք եմ, բայց ես երթում եմ տվել, ասենք Ադրբեջանին ու Թուրքիային, որի հետ ձեր շահերը չի բռնում։ Չի բռնում։ Ձեր շահերը չի բռնում։ Sorry։ Ես երթում եմ տվել բանին Ալիևին։ Ես ոնց ձեզ հիմա ասեմ հա։ Սա կրկին նրանց համար, ովքեր աշխարհը տեսնում են ընդհանրապես սև ու սպիտակի մեջ։ Կամ Եվրոպա կամ Ռուսաստան, կամ Ամերիկա կամ Ռուսաստան, կամ Ամերիկա կամ Եվրոպա։ Մարդիկ իրենց ոտով են գալիս դուրս ծերկում։ Ներսից բացող չկա, լսող չկա։ Իսկ թուրքերը վստահ են, բայց հույս ունեն, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել մինչև հունիս, որը ենթադրում է, որ ստորագրվելուց հետո այս փաստաթուղթի վավերացումը պետք է անի նոր խորհրդարանը արդեն։ Այն նոր խորհրդարանը, որի կազմում են ուզում լինել 21 տեխնացու։ Հենց հետաքրքիր է, որ ասենք մեզ լսող լրագրողները վաղը այդ 21 տեխնացուներին բռնեն հերթով
ասեն ինչ կարծիքի եք այս խաղաղության պայմանագրի մասին։ Դուք որ հայտնվեք խորհրդարանում, կողմ եք քվեարկելու այս պայմանագրին, որովհետև Փաշինյան Նիկոլին ստորագրի դա հաշիվ չի, դա պետքա վավերացնի խորհրդարանը։ Անպայման։ Այս տաքսիկիա։ Այս ժամանակ կիմանանք էլի, որովհետև բարձում ենք, չէ՞, անակնկալ, որ ասենք մարդկա, կողմը։ Կողմը, բայց դետալները պետք է քննարկվի, օրինակ Սյունիքի Միջանցքի հետ։ Մենք չգիտեինք, biz պատահական իմանում ենք։ Ավելավա հիմիկվանից իմանանք եւ իմանանք ձայն ենք տալի, թե ձայն չենք տալի։ Կամ եթե ձայն ենք տալի, իմանանք ինչի համար ենք ձայն տալիս, էլի։ Այնպես որ լրագրողներ ջան, դուք ունեք այդ 21 հոգի ցուցակը, տեսեք այնտեղ երկուսը բանտում է, երրորդը խնդրել է իրանուց դնել այնտեղ, Կալին Արայանը, 21 հոգի կա ազատության մեջ հասանելի բոլորիդ։ Գնացեք երթով հարցրեք։ Սրանք ուզում են միջև հունիս ստորագրեն։ Այսինքն խաղաղության հետ պայմանագիրը եթե ստորագրվեց, հաստատումը վավերացումը պետք է անի արդեն նոր խորհրդարանը։ Դուք համաձայն եք, թե ոչ։ Մենք էլ իմանանք ինչա կատարվում։ Եվրոմիությունը Թուրքիան եւ Ադրբեջանի պարտավորեցրել է ապացուցել Եվրոպա մատակարարող գազի ոչ ռուսական ծագումը։ Դա նշանակում է իրանք քաշվեցին, իրանք չեն կարող ապացուցել։ Դուքս որտեղ ռուսական գազ է մտնում։ Ադրբեջանը այդ քանակության գազ չունի մատակարարի Եվրոպայի։ Չունի ուղղակի։ Ու դա ապացուցելու կարիք էլ չկա։ Բայց Եմեն բանա պարտավորեցրել է։ Տեսնենք ինչ կլինի։ Տեսնենք Ալիևը ինչքան փողով այս ամեն ինչի տակից դուրս կգա։ Դա չի նշանակում, որ Եմեն եթե պարտավորեցել է, նրանք չեն կարող ապացուցել, նշանակում է գազը չեն գնելու։ Ես դրան կներեք, այսօր չեմ հավատում, մի տարի առաջ կհավատայի։ Այսօր ես դրան չեմ հավատում։ Որովհետև քաղաքականությունն էս բանա, խոսում գիտես էսի, սենց է մեկ է, հոպա, իրավիճակը փոխվում եւ նույն մարդը 1000 տարի գիտեի այդ մարդուն, մեկ է նա սուրպրիզանում քեզ։ Դե մենք էլ անկեղծ ենք, պատրաստ ենք ցանկացած ժամանակ ասել ներողություն։ Այն ժամանակ կարծում էի տենցը, բարձվեց տես չի։ Հիմա ես կարծում եմ Եմեն ճիշտ է պարտավորեցրել է, բայց այնքան flexible, այնքան ճկուն քաղաքական գործիչներ կան Եվրոպայում։ Բռնում են, չէ՞ դրանց հերթով, ով ինչքան կաշառքներ է վերցնում Ադրբեջանից, Թուրքիայից եւ Եվրոպայում եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Մենք չգիտենք, չէ՞, այս հայցը ով է ղեկավարելու եւ ով կարող է առաջ տանի եւ ով կարող է իջիկ դարձնի։ Ապրենք տեսնենք։ Նորությունը լավն է։ Պարտադիր է միջև վերջերս արդյունքները տենց հասնի իր ես վստահ չեմ։ Ապրենք կտեսնենք։ Նույն Եմեն Վանաձորի համայնքապետարանի նվիրաբերած 4 միլիոն եվրոյի մի մասը հետ է պահանջում։ Ինչու՞, լսենք։ Ազատության տեղեկություններով Եվրամիությունը 5 տարի առաջ Վանաձորի համայնքապետարանին նվիրաբերած 4 միլիոն եվրոյի մի մասը, մոտ 300,000 եվրոն հետ գանձելու պահանջ է ներկայացրել իր հետ կնքած պայմանագրի կետերը խախտելու, չկատարած պարտավորությունների ու չհիմնավորված ծախսերի համար։ Դեռ 2 շաբաթ առաջ համայնքապետարան հարցում էինք ուղարկել, արդյոք պատրաստվում են վերադարձնել Եվրամիության պահանջած գումարը եւ ինչ միջոցներից կարվի հետ գանձումը։ Արդյոք տեղական բյուջեից թե պաշտոնյաների անձնական գրպաններից կվերադարձվի անարդարացի ծախսերի պատճառով առաջացած պարտքը։ Քաղաքապետարանից չեն հերքել, որ կա այդպիսի պահանջ, բայց 1 ամիս հավելյալ ժամանակ են խնդրել հարցերին պատասխանելու համար։ Տեղեկացնում ենք, որ ներկայացված հարցի ուսումնասիրման եւ համապատասխան գործընթացների ամբողջական իրականացման նպատակով ձեր հարցմանը կպատասխանվի 30-օրյա ժամկետում։ Հələ չգիտեն ինչ անեն։ Փողը կերել են, բայց չգիտեն ով է դնելու տեղը, որտեղից են գտնելու այդ գումարները։ Երևի թե Եվրոմիությունը եւ բոլոր են դոնոր կազմակերպությունները նվիրատվություններ են անում նման։ Ես պատկերացնում ինչ կլիներ, եթե բոլոր այդ կազմակերպությունները պահանջեին սխալ հաշվետվության արդյունքում տալ գումարը հետ։ Պատկերացնում ինչ կլիներ Հայաստանում։ Ինչ իրականություն կունենայինք մենք լրիվ այլ, բայց տեսնենք սրանք ինչ են անելու, էլի։ Ու սա կարող է նախադեպային լինի։
Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող 2021-ից Եվրամիությունը Վանաձորի համայնքապետարանին 4 միլիոն եվրո նվեր էր տվել Հայաստանի երկրորդ ու երրորդ քաղաքներում Գյումրիում ու Վանաձորում նոր էկոլոգիապես մաքուր տրանսպորտ եւ փողոցները մաքրելու ավելի հարմարավետ սարքեր ունենալու, աղբի վերամշակման հոսքագծեր եւ տեղեկատվական թվային համակարգ ստեղծելու, նաեւ ուսուցման ծրագրեր կազմակերպելու համար։ 5 տարի է անցել Գյումրիում այդպես էլ խոստացված 5 էլեկտրական ավտոբուսները չեն գործարկվել։ Վերամշակման հաստոցները, որոնք օրական 1 տոննայից ավելի շինարարական սալիկ կարող են արտադրել, պահեսներում են անգործ։ Մյուս բաղադրիչների ճակատագիրն անհայտ է։ Վանաձորում ավտոբուսները ուշացումով, բայց երթուղի դուրս եկան։ Չնայած այս ամենին ծրագրի ղեկավար Նատալիա Լափաուրին դեռ 1 տարի առաջ պնդում էր, թե ամեն ինչ հաջողությամբ ավարտվել է։ Չնայած այդ բոլոր խոչընդոտներին, ի վերջո ծրագիրը կայացավ։ Լափաուրին բացառել էր որևէ շեղում Եվրամիության կանոններից, վստահեցնելով, որ միջազգային կառույցներն իրենց գործունեությունը դիտարկել են խոշորացույցով։ Որևէ խնդիր մենք ծրագրի ընթացքում չենք ունեցել, որևէ խնդիր, որովհետև մենք չի հայտնաբերել որևէ չի Չեն ունեցել որևէ խնդիր։ Այդ ծրագրերը չկան, գործարանը չկա, տրանսպորտը չկա, ոչ մի բան չկա, չի աշխատում, բայց իրենք որևէ խնդիր չեն ունեցել։ կարող հայտնաբերել։ Այդ դեպքում ինչու է Եվրամիությունը գումարի 7.5%-ը ետ գանձելու պահանջ ներկայացրել։ Ազատության տեղեկություններով կասկածի տակ է աշխատակիցների ընտրության թափանցիկությունը։ Ինչպես է ստացվել, որ ծրագրի 8 աշխատակիցների կեսը համայնքապետարանի պաշտոնյաների կանայք ու դուստրերն են։ Ինչու են մրցույթներում հաղթել հենց նրանք կամ ինչու է յուրաքանչյուր աշխատանքի համար ընդամենը 1 դիմորդ եղել։ Ծրագրի ղեկավարը պնդել էր, թե տեղյակ չի եղել, որ իր թիմակիցները պաշտոնյաների հարազատներն են։ Չգիտեմ, ասենք իրավական առումով, թե նաև ընդհանրապես, հա, իրենց ոնց ասեմ, ընտանեկան Չգիտի։ Մի քանի հոգի են, էլի Վանաձորում, բան չի, ասենք Մեքսիկո Սիթին չի, էլի Նյու Յորք չի, Մոսկվան չի։ Մի քանի հոգի են, էլի, այնտեղ բոլորը ճանաչում են ոչ թե ովում ամուսինն է կամ երեխան է, ովում ամուսինն է եղել նաև, հա։ Դրանից առաջ էլ ում հետ է եղել, ասենք այդ մանրամասնորեն գիտեն, էլի, այդ փոքր քաղաքներում են։ Բայց ես մոտ ինքը չգիտի, բոլոր այլ պատահական չէ, պաշտոնյաների կանայք են եղել։ Այսպես ասած, ներքին խոհանոց, ես չեմ մտնում, ես չգիտեմ որպես ծրագրի ղեկավար, ովում կինն է, ովում ամուսինն է, անկեղծ։ Կասկածելի են նաև խոշոր գնումները իրավ։ Դե կտանես այդ 300,000 եվրոն էլ չիմանալով, ծիծաղելով, ասենց ուրախ եք գտաս։ Ճիշտ է դա կա։ Պաշտպան Գևորգ Քոթանջյանն ավելի վաղ նկատել էր, միջազգային հեղինակավոր ընկերությունները ծրագրին չեն մասնակցել, քանի որ հայտարարությունները տեղադրվել են բացառապես հայալեզու կայքերում, դառնալով անհասանելի արտասահմանյան կազմակերպությունների համար։ Կոնկրետ Itender.am հայկական կայք է, որը չի կարող նաև համարվել միջազգային դույա, ու այստեղ հարց է առաջանում, թե ենթադրենք վրացի կամ այլ ազգի ներկայացուցիչները ոնց են մտնում ու գործում եւ գտնում ինչ-որ ինֆորմացիա կամ մասնակցում այդ տենդերներին։ Դեռ անցած տարեվերջին Լոռու նախկին մարզպետ վարչապետի խորհրդական Արամ Խաչատրյանը Վանաձորի Լոռի հեռուստաընկերության եթերում անդրադարձել էր Եվրամիության այս թանկարժեք ծրագրին ու հայտարարել, թե իրավապահները քննություն են սկսել։ Ես մանրամասնություններին չեմ տիրապետում, բայց գիտեմ, որ համապատասխան մարմինները, հակակոռուպցիոն մարմինը դրանով զբաղվում է, եւ սա նույնպես իրավական խնդիր է եւ Ձեր պաշտոնավարման ժամանակ դուք տեղյակ էիք այս չարաշահումների մասին, շահերի բախման մասին։ Իհարկե տարբեր խոսակցություններ եղել են, ես ուսումնասիրել եմ, բայց սա նորից եմ ասում, սա ոչ թե քաղաքական խնդիր է, սա իրավական խնդիր է։ Լուրջ ես ասում, քաղաքական խնդիր չի։ Բացարձակապես Հայաստանում ընդհանրապես նկատել եք քաղաքական խնդիր չկա։ Եվրամիությունը քեզ փող է տալի, որ դու ժամանակակից տրանսպորտ ունենաս, ժամանակակից աղբավերամշակման գործարաններ ունենաս։ Բայց սա քաղաքական չի։ Երևի տնկետները չեն հասկանում իրոք քաղաքական որն է։ Չեն լսել տնտեսական քաղաքականության մասին, էկոլոգիական քաղաքականության մասին, մշակութային քաղաքականության մասին, հարկային քաղաքականության մասին։ Եկ չեն լսել քպայական այդքան բանի մասին, որտեղից պետք է լսածոնել։ Նիկոլսկի չի լսես, դեբիլները որտեղից պետք է իմանեն։ Չեն լսել։
Բայց լսել են ինչ որտեղ մի խնդիր կա, բայց ոչ ոք չի ասել, արա 4 միլիոն եվրո ձեզ փող են տվել, որ ես անեք։ Տրանսպորտի համակարգը, վերամշակում այդ ամեն ինչը դուք պետք է անեիք, բա ուր է։ 5 տարի առաջ պետք է պատրաստ լինել, ուր է։ Դա ինչ որ խոսակցություններ եղել են։ Դա պատում է 4 միլիոն եվրո են տվել։ Այո, հա։ 4 միլիոն եվրո։ Մենք այդքան պարգևավճար ենք ստանում։ Մնացել է իրենց 4 միլիոն եվրոյի հետևից ընկնեինք։ Այսօր Դատախազությունը դեռ չի հաստատում այս տեղեկությունը, քաղաքապետարանն ու ծրագրի ղեկավարը լռում են։ Նատալիա Լափաուրին այսօր այդպես էլ չպատասխանեց մեր զանգերին։ Պաշտոնյաների ծրագրի ղեկավարների լռության պայմաններում անհասկանալի է, ով է վճարելու փաստացի կիսատ պրատարված ծրագրի ու խնամի ծանոթ բարեկամ սկզբունքով աշխատանքի ընդունելու գինը։ Լափաուրի ինքը պետք է վճարի, ինքն էլ ընկնի, սկսի սանիսանից այդ փողերը հետ ստանալ, եթե իհարկե կտան։ Օրենքն առած։ Խայտարակությունը խայտարակության հետևից։ Այս թուրքի ծնունդը Դպրոցական դասագրքերում հիմա էլ ադրբեջանական գրականություն ենք ուսումնասիրելու։ Ադրբեջանցի գրող Արզու Զոլթանի պատմվածքը հայերեն է թարգմանվել ու հրատարակվել 5-րդ դասարանի մայրենի դասագրքում, որտեղ սակայն այն ներկայացվում է որպես հայ հեղինակի ստեղծագործություն։ Ներկայիս իշխանության նպատակն է ջնջել հայ ադրբեջանցու ստեղծագործությունը թարգմանել են հայերեն, տպագրել են հերիք չի, հետնել ներկայացնել են որպես հայ հեղինակի։ Սա իրավական առումով մեծ կոզր է նվեր Ադրբեջանի, որ Ադրբեջանը ասի աշխարհով մեկ, որ հայերից եք խոսում հի մշակույթ, բան, ժառանգություն, գիտություն, ֆեյք ազգ են 21-րդ դարում ադրբեջանցի գրողի բանն ստեղծագործություն են գողանում։ Հիշում եք ընդամենը մի քանի օր առաջ էլ ես ասում, երեք, որ Ալեկ Գևորգյանի Արցախ երգի դատական գործնա շահ է, չէ, եվրոպական դատարանում ինքը։ Սրանք կարող են գնալ մտնել հիմա եվրոպական դատարան, ամբողջ Հայաստանի խայտարակալներն իրեն նախարարությունով հանդերձ ասեն, արա մեր գրողի գործը թարգմանել են սրիկայաբար ու ներկայացնում են որպես հայ գրող։ Էլ ավելի մեծ տականքություն կարա լինի, կարա, ամեն ինչ կարա, քանի Նիկոլ Փաշինյան նստած անտեղ, քանի Նիկոլ Փաշինյանին հանդուրժողներ կան, բադեր տվող կան, սրա սպասարկողներ, շփվող կան, ժպտացող կան, ամեն ինչ հնարավոր է։ Ամեն ինչ։ Ու դրանք բոլորը պետք է հասկանան, իրանք էլ են սրա պատասխանատու։ Հիշում եք ես խոսացի, չէ՞, այս բանի մասին։ Հիմա տեսեք Թուրքիայից արձագանքները այս են բաննա, Օզնա, Մեհմեդ Օզնա, Türkiye'ye արձագանքները։ Doktor Mehmet Öz, sen insanlık için bir utanç kaynağısın, hiç utanman yok. Defol git, senin namusuna tüküreyim. Burada istemiyoruz seni, defol. Utanç vericisin. Başka yazıklar olsun. Utanmıyor musun? Rezil bir adamsın sen. Մի խոսքով։ Անգլիայի թարգմանությունը ասում է հետևաբար, որ Թուրքիայում ժողովուրդը թուրքերը զզվել են սրա բայկասել ասա գործողությունները եւ sense վիդեո են նկարել։ Այսի թուրքերի ռեակցիան է այս տախմալի գործողություններին։ Հիմա գնանք խայտարակությունների հետևից, հա, Ամերիկայի Միացյալ Նահանգներն է, ինչ եմ ասում, որովհետև այս գործերի մեջ հայտնվել են նաև հայեր։ Սա այն հայտնի մանկապիրս Էփշտեյնն է, որը սենց վազում է երեխեքի հետևից, իրենք խաղում են։ Երեխա պրծող։ Ու պարզվում է, այս երեխա պրծողը միայնակ չի գործել, սա այսօրվա 3 միլիոն փաստաթուղթ է հրապարակվել, 3 միլիոն Թրամփն ու Քլինտոնը։ Այս նկարի տարածվելուց հետո Քլինտոնը հայտարարել է, որ ինքը համաձայն է ելույթ ունենալ սրա մասին։ Խնդրեմ։ Ցուսմունք տա։ Սրանք փաստեր են,
Սա միայն փաստը չի, ավելի խայտարակ փաստեր կան։ Սա ինձ ընդհանրապես գցել շոկի մեջ։ Չնայած ես ասել եմ, բայց ես չես պատկերացնում այս խորությամբ այդ ամեն ինչ է, որ 16 թվականից քանի որ Պուտինը խառն է եղել այս ամեն ինչի մեջ իր ռազմետկայով հանդերձ, ասում է ոչ միայն ինքը խառն է եղել, տեղյակ է եղել, նաև տեղյակ է եղել, որ ինքը տեղյակ է, այսինքն ինքը ուղիղ համագործակցել է Մոսադի հետ, Էփշտեյնի հետ, եւ Էփշտեյնը կարողացել է Պուտինի միջոցով զգուշացնել, որ Էրդողանին վտանգ է սպառնում 16 թվականի հեղափոխությունը հիշում եք, որ խեղդեցին մի քանի ժամվա ընթացքում։ Էրդողանը մազից էր կապված։ Եվ այդ ժամանակ Էփշտեյնը թրկում ինֆորմացիա տալով Պուտինին, որ Էրդողանի վրա այսինքն վտանգ կա։ Այսինքն ռուսական ռազմետկեն ոչ միայն տեղյակ է եղել ընդեղ ինչա կատարվում, ոչ միայն մասնակցել է գիտեք ոնց, աստորեն Կրասնոդարում եղել է մի կազմակերպություն, որ աղջիկներ եւ տղաներ է մատակարարել ընդեղ, որ այդ կազմակերպության ղեկավարներից մեկն է կամ այս ղեկավարն է հայ է, այսինքն Էփշտեյնի ֆայլերում նաեւ հայ կա Կրասնոդարից։ Մի խոսքով, ու այս համագործակցության շրջանակներում Էփշտեյնը փաստորեն ինֆորմացիա է տալիս Պուտինին Էրդողանի մասով։ Եվ Էրդողանին կարողանում են մի խոսքով փրկել։ Եվ Էրդողանը խեղդում է հեղափոխությունը, իր դեմ ապստամբությունը։ Այսպիսի մեծ աշխարհում ենք մենք ապրում։ Ապրում ենք մի աշխարհում, որտեղ մեր թվացյալ թշնամիները, Նետանյահու, չգիտեմ, Բայդեն, Թրամփ, Պուտին, Էրդողան, գուցե նաև Զելենսկի, չգիտենք։ Այս արտակուս այս թշնամիները իրար հետ օրգիաներ են անում, մանկապարտությունով են զբաղված, իրար կոմպրոմատներ են հավաքում, հետո ծափ են տալի, որ 16 թվականին հենց այս թիմն էր, որ Թրամփին սարքի նախագահ էլի, բա իրանց ագենտն է, այդքան կոմպրոմատ ունեն ընդրեն, հետո այդ ագենտը սկսում է փրկել Ռուսաստանին կոլապսից, եւ լրիվ պարտված պատերազմը Ռուսաստանը արդեն 1 տարի է շարունակում է եւ ասեմ այնքան կշարունակի, քանի դեռ Թրամփը կա, մի խոսքով։ Այն որ մենք պատկերացնում ենք թշնամի են սրանք իրար, այդ թշնամին փաստորեն հեռուստացույցի դիմաց եւ իրանց թշնամության դիմաց սպանվում են մարդիկ, երեխաներ են պղծվում, երեխաներ են բռնաբալվում, կոզում, օրգանների դոնոր դառնում։ Սրանք է այս ամեն ինչը ասեն վերևից մեզ մատուցելով, տարբեր գույներով զբաղված են իրենց իշխանության երկարացման։ Այսպիսի աշխարհում մենք ապրում, վերջ չէ, որ կողմը նայում ես նույնն է գալիս։ Ռուսաստանը վրա զարմացած են նույնիսկ Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Epstein files coming out, crazy stuff. But what's also crazy is that the FBI, the government, they sat on this information and no arrests have been made. They knew about this information and let these same high-profile people just keep walking around. Your government had the names of elites who sexually abused children and did nothing with it. Փաստորեն այս դոկումենտները հրապարակվել են 3.5 միլիոն էջ արդեն, գիտեք ինչ դիվա, 3.5 միլիոն էջ նկարներ, վիդեոներ, խոսակցություններ, ձայնագրություններ, 3.5 միլիոն էջ, 3 միլիոնը 3 աղը, 500,000-ը դրանից առել։ Ամեն ինչ գիտեն, ամեն ինչ բոլորի մասին։ Հիմա սա զարմացած եմ ասում, այսքան բան եղել է, ոչ մեկ ձերբակալված չի։ Ու FBI-ը սա մասին իմացել է նախորդ, այս մի տարի առաջ գիտեր։ Առնվազն Թրամփի ժամանակ էս գիտեին, խոսում էին, որտեղ FBI-ի նախագահ, շեֆը, ասում է, այդպես փաստաթուղթ չկա։ Այսօր փաստաթուղթերը հրապարակվում է, ինքը չի հեռացված աշխատանքից։ FBI-ը ոչ մեկին չի կալանավորվել։ Անես տպավորությունն է, որ ոչինչ չի եղել։ Հա, այդ բռակը միջև հիմա, այդ բարակը, դեսպանը Թրամփի ներկայացուցիչը Թուրքիայում։ Թրամփը միջև նախագահը։
բոլորը իրաց տեղերում են, Բեզոսի իր տեղում է, Բիլ Գեյթսի իր տեղում է, այս բոլոր պետաֆիլները, որոնց ցմահ հասնում, իրանց տեղերում են։ Շշմարես բոլորը համեջի մասին գիտեք, ոչ մեկ կալանավորված չի։ Ոնց, ինչի։ Այ ես էլ կուզենայի իմանայի։ Եվ նույն ժամանակ ես տխուն լրիվ ուրիշ բան այն հետաքրքրում։ Բացարձակապես ուրիշ բան։ 2 օր առաջ Տեքսասում իր ամենաուժեղ նահանգում, Տեքսասը, Ֆլորիդան, սաղ տեղեր կորցնում է սա։ 58%-ով դեմոկրատները հաղթեցին հանրապետականների։ Սա գիտեք ինչ է պահանջում։ Գտեք բոլոր մեղավորներին, գտեք թեյությունները, գտեք խարդախությունները, կալանավորեք բոլորին, ցես չի կարա լինի, դուք պետքա իդեալական բանի բերեք ընտրությունները, որ բոլոր տեղերը հանրապետականները հաղթեն։ Սրա մտահոգությունը դա է, որտեղ ինքը հասկանում է։ Հեսա նոյեմբերի ընտրությունների ժամանակ ուսեն շարունակվեց իրեն իմպիչմենտ են անելու։ Ինքը կորցնում է մեծամասնությունը եւ իրեն եւ ամբողջ իր շրջապատին կարող են դատել ցմահ։ Ուղղակի ցմահ։ Այն միակ բանը, որ սրան հետաքրքրում է։ Իսկ Հայաստանում միևնույն ժամանակ հույս ունեն, որ թրիփը աշխատել է եւ իրենք հարստանալու են թրիփի, որովհետեւ թրիփը Թրամփի անունով է եւ ինքն է դրա երաշխավորը։ Այսպեսի բաներ։ Եվ բոլորը հիշում եք, որ ես շատ ուշադիր հետևում եմ Նյու Յորքում անցկացված քաղաքապետի ընտրություններին, որտեղ հաղթեց մամերական Սորան Մամդանին, բոլոր սիոնիստներին, նաև նրանց, ովքեր երթում էին տալի Իսրայելին, եւ ինքը փաստորեն հաղթեց։ Հետո պարզվեց, որ իր մայրը այդ ցուսակի մեջ է նաև։ Եվ ռեակցիան չուշացավ։ Բոլոր նրանք, ովքեր ընտրել էին Մամդանին, խնդրեմ, հիմա Մամդանի տանդեմը նայեք։ That's right, we know about your mom. Now listen, we was with you, Zoran, we voted for you, Zoran, we advocated for you, Zoran, we advocated for you. Ասում եմ մենք քո համար ենք քվեարկել, մենք ամեն ինչ արել ենք քո համար, մենք պաշտպանել ենք քեզ։ Իսկ քո մայրը այդ ցուցակի մեջ է։ Այսինքն սա լինում ընտրություններին ձայնին տեր կանգնելը, պատասխանատվության վերցնելը։ Այո, չեն իմացել, ես էլ չեմ իմացել։ Հա, աջակցել են, օգնել են այս մարդիկ։ Ես չեմ։ Գիտեք, բայց ես դեմ չեմ եղել, ես չեմ կարող ասել նման մեկը, չէ։ Նա։ Այսինքն սա լինում է, որ դու ընտրում ես, քեզ դավաճանում են կամ նոր ինֆորմացիա փաստերի մեջ տեղ գալիս, մարդիկ չեն ասում, վախ Նիկոլաս, վախ Մամդանից, չէ, մեկը ինք ամենալավն է, չէ, գնում են ուղիղ իրանց տուն։ Դու ստախոս ես։ Ամոթ քեզ, դու ստախոս ես կամ բան։ Ես նրա համար եմ ամեն անգամ ասում ինձ որ հասնում են դուք ում եք ընտրելու կամ ում ընտրենք, ես միշտ պատասխանում եմ մեկն է, էական չի ում ուզում եք, բայց մեկ պայմանով, որ հետո հենց պարզեք, որ ձեզ խաբել է, առաջին հերթին դուք եք թմբուկն ու միկրոֆոնը վերցնելու, գնալու գոռալ ամոթ քեզ դավաճան, որովհետև դա ձեր պարտականությունը դուք եք ընտրել, չէ, դուք եք պետք է պատասխանատվությունը կրեք, ոչ թե դուք ընտրել եք, որտեղ Վարդանն ասել կամ մեկն ասել, որ ինքը լավն է, դամալ է գնացել ընտրել, չէ, բոլորը։ Սա է քաղաքականությունը, քաղաքականության մեջ ընդհանրապես կյանքում սխալվելը դա նորմա, ոչ մեկը անսխալական չի։ Կարող ենք խափնվել, կարող ենք սխալվել։ Ամենաճիշտը դրանից հետո եւ միակ մարդկային ձևը սխալի ուղումն է։ Որ սխալ ճանապարհով ես գնում, ոչ ես ասում, չէ, այ գնացել եմ ու վերջ, ես հենց պիտի գնամ ու հասնեմ տեղ։ Չէ, պատտվում ես գալիս ճիշտ ճանապարհով ես, չէ՞ գնում։ Ինչքան է եղել, վաղորդներ կիմանան, ասենք, մանավանդ որ դրսում ենք շուտ, հա։ Սխալ մտան էքզիտը։ Ոչ։ Քեզ մի ժամ է պետք է լինելու կամ կես ժամ առնվազն մինչև դու գաս ընկնես մի ճանապարհի որտեղ հասնես։ Ոչ մեկ սխալ էքզիտով դուրս գալուց հետո ճիշտ տեղը չի հասնում։ Կամ Հայաստանը որտեղ ուզում եք եղեք սխալ ճանապարհով գնաս, ոստեղ կհասնես։ Ճիշտը ուղղելն է, չէ՞։ Ճիշտ ճանապարհով գնաս։ Եթե կյանքում մտածա մեքենա քշելու մեջ, քայլելու մեջ,
Ինչի մնացած բալականների նույնպես չպիտի լինի։ Սխալվում ենք բոլորս։ Դա աշխարհի վերջ չի։ Այդ չուղղելը, այդ դա աշխարհի վերջն է։ Հիմա այն ինչ որ անում ես այս ընկերները։ Ես sense եմ հասկանում։ Shame. Մարդիկ եկել են իրենց քավիային տեր են կանգնում, ասում ենք սխալվել ենք ես տան, ամոթ քեզ դու խափել ես ինձ։ Ու միևնույն ժամանակ սա է ձեզ սուստամ, սա լսեք մի հատ։ Israel is not our greatest ally, they are our worst deadly enemy. And what I would Լսեցիք, Իսրայելը մեր ամերիկացի է, զինվորական, Իսրայելը մեր ամենամոտ դաշնակիցը չի, նա ամենավատ եւ մահացու թշնամին է։ Լսեցիք տարբերությունը, մեր ամենալավ դաշնակիցը չի, հակառակ ամենավատ ու մահացու թշնամին է։ would like to do now is to read the names of the 34 American servicemen who were murdered by Israel. Ասում եմ ինչու ես հիմա ուզում անեմ, ես ուզում եմ հրապարակեմ 34 սպանվածների անունը, որոնց սպանել է Իսրայելը։ Ոնց է սպանել։ On board the USS Liberty in 1966. 1967 թվականին ռմբակոծելով ամերիկյան ռազմանավը Liberty եւ 34 հոգի վրան սպանելով ու ոչ մի պատասխանատու, ոչ մի նորություններով, ոչ մի խոսք պարտակեցին իրաց։ Ինչի՞, որովհետեւ ամբողջ մեդիան հրեաների ով էր անելու։ Եվ ոչ միայն մեդիան, եւ սենատորները, եւ քաղաքականություն, եւ ռազմետկը, եւ ամեն ինչը։ Բայց մարդիկ կան ինֆորմացիան տարածում մարդիկ ու վերաբերմունք ունեն, այս է փոխելու աշխարհը։ Սա փոխելու է աշխարհը։ ՆԱՏՕ-ն էլ չի սպասում բանին, Թրամփին։ Իր զորքերն է ուղարկում, ՆԱՏՕ-ն զորքերն է ուղարկում Գրենլանդիա։ Եվ այն ՆԱՏՕ-ն, որ ստեղծվել է, որ պետք է պաշտպաներ երկիրը Ռուսաստանից, հիմա գնում է ՆԱՏՕ-ն երկիրը պաշտպանելու Թրամփից։ Էս եք ուզում, Ես ասում հավերժական թշնամիներ բարեկամներ չեն լինում, դա իհարկե ես չեմ ասում, դա բրիտանական կասության նշանաբանն է, խնդրեմ։ Իրանք չեն ասում ոնց Թրամփը, ոնց Ամերիկան, ասում են մի վարքան, այս պահին վտանգը դեղից է գալիս, պետք է պաշտպանվելու վերջ, իսկան բան։ Այսօրն էլ հասանք, որ ՆԱՏՕ-ն գնում է պաշտպանվելու Ամերիկայի Միացյալ Նահանգների։ Որտեղից է սպասում հարվածը, որտեղից է գալիս։ Դրան գումարած Իրանը խոսք է տալիս, որ Իրան նկատմամբ պատերազմի պարագայում, պատերազմի պարագայում այն տարածվելու է իր բոլոր հարևանների նկատմամբ։ Լայն տարածաշրջանով տարածվելու է։ Հիմա ես չգիտեմ ստեղ ինքը ումի նկատի ունի, տարածաշրջան հարևաններ, դա նաև Հայաստանն է, թե ասենք մենակ Ադրբեջանով կեզապակեն, Թուրքիան մտնում է այնտեղ թե չէ, մեջը, բայց բարձ ասում է, ինձ խփեցիք, որտեղից որ հրթիռն եկավ, այդ տարածքը ոչնչանալու է։ Հուսով եմ այդ կոնտեքստի մեջ է։ Եվ հուսով եմ Հայաստանը այնքան չի այլանդակվի, այնքան չի փչացնի հարաբերությունը Իրանի հետ, որ ինքն էլ դառնա թիրախ։ Հուսով եմ գիտեք ինչի, որովհետև չեն հասնի երևի, այս քանի օրը, եթե սկսես քանի օրն է սկսելու, ամեն ինչ բերում է այս դրան։ Հուսով եմ բանը դրան չի հասնի, որ մենք էլ դասվենք այդ թշնամիների ցուցակությունը, այս իշխանությունները ամեն ինչ արել են դրա համար։ Եվ Պարսկաստանի հետ թշնամացնելու համար եւ Վրաստանի հետ թշնամացնելու համար։ Այն պարագայում, երբ որ մենք կարող էինք ուժեղանալ, այս ճանապարհի Պարսկաստանի եւ Վրաստանի հետ կապող օղակ հանդիսանալով։ Իսկ հիմա չէ, թուրքական աշխարհի մաս պիտի դառնանք, երկու բարեկամների դավաճանենք եւ սպասենք տեսնենք մեր աջակիցներից որն է ելով այս ճանապարհից օգտվելու, որ ինքը մեր դաշնակից լինի։ Ողջույն։
Եվ ևսում ուզում եմ մեր Երկրորդ կարգի հաշվանդամա, մարդս երկրորդ կարգի հաշվանդամա, երկրորդ կարգի հաշվանդամա, տղես զինվորական հիվանդա, Փարոսը կդրել է, իմ երեխան թող սոված մնա, որ երկրի համար արունը թափի, երկրորդ կարգի հոգեկանը խանգարվել է, երկրորդ կարգի հաշվանդամա դառի, ես էլ մանկուց հիվանդա, մարդս մի նեղվի, թողտանու հետ բարեքի վերածախսեն հետ փողը, ասկե հուրախութուն չտենա այս Հայաստանի ղրգավարություն է, մեկին 100 միլիոն են տալում, մեկին 20,000 էլ չեն տալում, էդի շնորհքա Փաշինյան Նիկոլներ, ոչ թե Նիկոլներ, սա ձեզ զաղողված։ Ես գիտեմ, որ սա ձեզ ոչ մի բան չի ասելու, մի պարզ պատճառով, որովհետև հիշացնեմ, ինչպես ասում են, գիտնականները, հոգեբանները, ուղիղ մասնագետները ասում են, այն մարդու մոտ, որի մոտ բացառում է ամոթն ու կարեկցանքի զգացումը, նա անասնացած մարդ է։ Դա համար էլ վստահ եմ, որ այս տեսանյութը ձեզ ոչինչ չի ասել, բացարձակապես, որովհետև դուք կորցրել եք և ամոթը և կարեկցանքի զգացողությունը, ասել է, թե անասունից չեք տարբերվում, ոչ միայն դուք, այլ բոլոր նրանք, ովքեր ձեր աջակցում են, ովքեր նույն ձև են մտածում, Աստված ողորմած է, երևի մի օր արևը իրենց դուռն կբացվի, ամեն ինչ կընկնի իրենց տեղը։ Եվ վերջում ուզում եմ հարթում է Եզրափակյան կրկին Վազգեն Սարգսյանի խոսքերով, որ թշնամին ուժեղ է մեր վախից, մեր հիմարություններից, մեր ցավից, եւ որ մենք կարողանում ենք չվախենալ, հիմարություններ չանել, իսկ եթե ցավով տեղ ունենք, դա ցույց չտա, մեր թշնամին ուրիշ գործիք չունի մեր նկատմամբ, չունի ուղղակի ուրիշ գործիք։ Դավաճան հայը նույնիսկ ստեղ իրան չի կարող օգնության հասնել, որովհետև դավաճան հայը այն հայն է, որ այդ ամեն ինչը սնուցում է, վախն է սնուցում, ցավն է սնուցում, հիմարություններ անում, դա մենք եթե ոչ վախ ունենք, ոչ հասկանում ենք ինչով է, կառավարում ենք մեզ, նույնիսկ այդ դավաճան հայը չի կարող լավ գործիք լինել մեր թշնամու համար։ Այսօրվա համար այսքանը, ամենասեկ